Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում համարում եք։ Այո, համարում եմ։ Ըստ էս կապ ունի Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ղուկասյանը պետք է քաղաքական կյանքից դուրս շպրտվի։ Հենց ինքը պետք է մեր կյանքից դուրս շպրտի, որ մեր կյանքը պղտորում է։ Այո։ Ըստ էս կապ ունի Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ղուկասյանին պիտի քաղաքական կյանքից դուրս շպրտել։ Ճիշտ ասած չեմ կարող այդ հարցին պատասխանել, որի համար ներողություն եմ խնդրում։ Հա չեմ կարող ասել ներեցեք, չեմ հետաքրքրում քաղաքականություն։ Չեմ կարող պատասխանել։ Ձերբակալել են այսօր։ Ուրիշ ձև չես կարող մեկնաբանել։ Միայն քաղաքական։ Ըստ էս կապ ունի Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ղուկասյանը պետք է քաղաքական կյանքից դուրս շպրտվի։ Ուղիղ կապ ունի, բայց ոնց հասկանանք, ուղիղ կապ ունի։ Այո։ Ըստ էս Ոնց ալնում քաղաքական հետապնդումը։ Ուրիշ ձև։ Ըստ էս կապ ունի Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ղուկասյանի Անպայման։ Էսի մենակ ծաղիկներն են, հələ համբերեք տեսեք ինչ էր ալնելու նորից։ Ճիշտ անում, հասնում այս ժողովրդին, որ չեն ելնում, հասնում է, հələ այնքան անելու։ Այո։ Ձեր կարծիքով կապ ունի Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ղուկասյանին պիտի քաղաքական կյանքից դուրս շպրտվի։ Ժողովուրդը որ խոսում է, հետո տան բռնում են։ Ոչ, երկրի ղեկավարը իրավունք չունի նման բաներ ասելու։ Այն դեպքում, երբ որ քաղաքապետին ընտրել են։ Ընտրովի մարդը երկրի ղեկավարը իրավունք չունի հակասահմանադրական արտահայտություններ անելու։ Նրան ընտրել են։ Հետևաբար ժողովուրդն է ամենակարևորը։ Եթե ժողովուրդը ընտրել է, ուրեմն ոչ մեկ ոչինչ չի կարող ասել։ Առաջերտին իրան պիտի դուրս շպրտեն, ընեն դուրս շպրտեն, որ ընդհանրապես հայը իրան ոչ մի ձևով չհիշի, որտեվ ինքը ահավոր, ինչ ասեմ, մեր ազգի թշնամին, մեր ազգի չկամեցողը ինքը ինչ անում, ովքեր աշխատում են, ովքեր ստեղծում են, նրանց բոլորին վերացնում է։ Եվ ինքը համարում է, որ ինքը մարդ է, 18 թվականին ինչ ձևով է ինքը եկել կառավարության։ Սա ոչնչացնելով ահագին ինչ-որ բաներ, հիմա ովքեր որ հաշտ խաղաղ դեմ ելույթներ են ունենում կամ ինչ-որ մի բան, բոլորին բռնում է։ Այդ ինչ է նշանակում, որովհետև ինքը թշնամի է, իր այդ խումբը, որը հիմա կառավարում է իբր մեր երկիրը, դրանք թալանչինների խմբեր են, որոնք պետության գումարները մսխում են մենակ մի բանի համար, որ լափեն ու ամբողջ աշխարհում մանգան ու վատաբանեն հայ ժողովրդին ու Հայաստանին։ Այն դեպքում, երբ որ մենք այնքան հայտնի ենք եղել, հիմա Հայաստանը ոնց որ գոյություն չունի աշխարհի համար։ Այո, դրա համար շատ ցավում եմ ու շատ այդ Լենինականի քաղաքապետը նույնպես կուսակցական է եղել, այդքան աշխատանքներ ունի եւ այլն, իրանք ման են գալի, գիշեր ցերեկ ման են գալի, որ գտնեն ինչ որ նույնիսկ հեռախոսներ են գողանում, ինչ ասես անում են, որ գտնեն մի փոքրիկ բան ու հայտարարեն, տեսեք, այս ինչեր են անում, մի հատ ձեզ տեսեք, շուռ եկեք, մի հատ ձեզ ստուգեք, մի հատ տեսեք դուք ինչեր եք անում, ինչեր եք արել եւ ինչեր եք անում։